Ուշադրություն։ Մոտավոր մի շաբաթ է, որ պատերազմը սկսել է եւ առաջի օրվանից ինտերնետը կտրվավ Պարսկաստանի եւ հեռախոսներն էլ նույնպես։ Եվ արդեն մի շաբաթ է, որ չեն կարողանում զանգենք եւ ոչ մի լուր չունենք։ Այցելել ենք Սևան քրեակատարողական հիմնարկ ծանոթանալու դատապարտյալների պահման պայմաններին, զբաղվածությանը եւ առօրյային։ Զրուցել ենք նաեւ իրանցի դատապարտյալների հետ։ Նրանք ծանր հոգեբանական վիճակում են։ Մտահոգված են Իրանի տարածքում ծավալված պատերազմով։ Արդեն մեկ շաբաթ է տեղեկություններ չունեն ընտանիքի անդամների վերաբերյալ։ Չգիտեն ողջ են, որտեղ են գտնվում։ Լուրերին հետևում են քրեակատարողական հիմնարկի իրենց խցի հեռուստացույցով։ Սևան քրեակատարողական հիմնարկում պահվում է 14 իրանցի դատապարտյալ։ Նրանք հանրապետության նախագահին, վարչապետին խնդրում են ներում շնորհել, որպեսզի վերադառնան Իրան իրենց ընտանիքների մոտ։ Քանի որ մայրաքաղաքը լավ ռումբում է, մենք ամեն անգամ լուրերը կնայում են ավելի անհանգիստ դառնում ենք, որպես ենք, մեր ընտանիքը հանգիստ են, առողջ են, ուր են։ Դուք առաջի անգամ եք դատապարտվել։ Այո, կյանքի մեջ։ Ինչի համար եք դատապարտվել։ Ես եմ Հանրապետություն Հայաստանի օրենք եմ խաբել։ Ես սահմանով սխալ բան եմ բերում Հայաստան։ Ոսկի եկել ենք այստեղ մի շաբաթով ճամփորդություն եւ չենք իմացել, որ կարող է մեզի ոսկի 3 տարի կամ 5 տարի այդ քանակի համար մեզի դատեն։ Չիմանալով Հայաստանի, ծանոթ չլինելով Հայաստանի կանոններին, փոքր չափի նարկոտիկ այլի ընդհանրապես պարսիկների մոտ իրանց օգտագործելու համար։ Բաժանվելու համար ու զախելու համար այդ չափը չի։ Մենք Էսկոբարի պես չենք սխալ բան ենք անում, բայց արդեն խապում ենք օրենքը, օքեյ, մենք համաձայն ենք, սխալ բան ենք անում և սաղին պաշման ենք, արդեն պետք է մի բան սովորենք, մտածում եմ այդ չապով սաղին կտեղիկ այստեղ նստած ենք մի տարի, արդեն մի տարի դզվավ քանի օր հետո նստել է, դիմել ենք, հարգելի վարչապետ, նախարար, Հանրապետության նախարար։ Եվ այստեղ խնդրել ենք, որ նկատի ունենալով, որ մեր առաջի անգամն է եղել, եւ այդտեղ ծանր հանցագործություն չեն կատարել, եւ նկատի ունենալով, որ հիմա արդեն մեր երկիրը պատերազմի մեջ է եւ կարիք է, որ մենք մեր ընտանիքների կողին լինենք, բացառիկ կերպով մեզի ներեն։ Հիմա թե ինչպես ներեն, որ մենք գնանք վերադառնանք Պարսկաստան, թե իրանք մեզի վերադարձնեն։ Այդ խնդրանքը ունենք եւ գրել ենք Արտարդատության նախարարին, նախագահին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ընտանիք ունեն, հիմա ընտանիքը հեռու մնում են, կարող են փողով օրվա ապրելով համար լուրջ խնդիր ունենան եւ մենք մնում ենք հեռու։ Քանի որ իրան մոտն է մնում ենք, օքեյ, մի պես պահում ենք իրանը, բայց հեռու շատ ինչ ասեմ, ահավոր վիճակ մենք անհանգիստ ենք։ Նախքան պատերազմ կամ կինո կնայենք կամ սպորտզալ դուրս, բայց հիմա մենակ սպասում ենք ժամը ելնի լուրերի ժամը, գցենք լուրերը տեսնենք ինչ է կատարվում։ Կամ եթե որ կան մարդիկ, որ Հայաստանում ընկերներ ունեն, զանգում են իրենց ընկերներին, լուրերը հարցնում ենք ինչ եղավ, ոնց է։ Եվ հոգեկան վիճակն էլ մի քիչ չէ շատ, հատկապես որ ընտանիքներից լուրջ ունենք եւ երկիրը պատերազմը չենք իմանում ավականում ինչ առաջ կգա։ Եթե հիշում եք հունվարի մեջ մոտավոր մի ամիս սաղ Պարսկաստանի ինտերնետը փակել են նման պես կապ չունենք, բայց քանի որ գիտենք կռիվի մեջ Պարսկաստանի ներսից խնդիր կա։ Մենք մեկ զանգահարում են դերսից, ես ընկերոջ ունեմ Հայաստանի մեջ, կնոջը զանգահարում է Իրան, մենք լավ ենք, մենք առողջ ենք, շաբաթ է մի անգամ, երկու շաբաթ, այդպես անհանգիստ չեն մնում, բայց հիմա ես եմ ուզում նստում եմ այս գիրք ուզում եմ կարդամ, չեմ կարա։ Ես նկար ուզում եմ նկարեմ, չեմ կարա։ Քանի որ ամեն անգամ մտածում ինչ կդառնում։ Նոր ատոմային բոմբ խոսում օրինակ ֆրանսերեն։ Այդ խոսք է, մենակ խոսք է, բայց մենք որպես ենք ապրում այստեղ, որպես նստենք։ Եթե ռումբեն ես իմ ընտանիքի կողքին մետի 100% տարբերություն կա։
բայց եթե հեռու մնում եմ, հետո ինչպես պատասխանեմ իրանք։ Ես մի բան սխալ անել եմ ու նստել եմ իմ խնդիրի համար հեռու մնում եմ, ոչ մի բան չեմ կարող անեմ իր համար։ Սա կյանքի մեջ պետք է ամանչեմ։ Ես մի բան սխալ անել եմ, բայց պատիժ դեմ մի չափ պետք է ունենաս։ Ես չեմ ուզում մի կյանք ամանչեմ կամ մի կյանք ինչ ասեմ, չանում եմ իմ գլխի մեջ բան անել եմ, օքեյ։ Իմ համապատասխան պատիժը պետք է ստանամ։